Օրերս նոյեմբերյան լոֆթ կենտրոնում տեղի ունեցավ մեծահասակների համար նախատեսված արվեստանոցի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերջին 3 ամիսների ընթացքում ստեղծված նկարները։ Այս բարձրահասակների ցուցահանդեսներից է, որ երևականի կարող են ասել հանրապետությունում առաջին դեպքն է, որ ստեղծվել է մեծերի արվեստանոց ու այսօր մարդիկ իրենց կարողությունները իրայք վերելով այսօր ինքան նկարում, ինքան ներկայացնում են մի օրինաց ես ամբողջականն ասում ես մենք կարող մասը ճիշտ է ես միշտ այնցել եմ արվեստանոց, բայց չեմ պատկերացնում, որ այսքան շատ նկարներ կա ու այսքան սեր կա այս իսկ շատ խոսելու բան չկա նկարների մեջ ամեն ինչ արտահայտված է, թե ինչքան ենք սիրում մեր Հայաստան աշխարհը, մեր երկիրը, մեր պետությունը ու այդ ամբողջը իհարկե ձեր միջոցով աստված տվել այս նկարները։ Ես կասեմ շնորհավորում եմ բոլորին։ Ցուցադրության մեջ ընդգրկված էին նատյուրմորտներ, դիմանկարներ, ինչպես նաև պլեներների ընթացքում ստեղծված բնապատկերներ։ Ցուցահանդեսի յուրաքանչյուր աշխատանք արտացոլում էր սովորողների ձեռք բերված հմտությունները, անհատական մոտեցումն ու արվեստի հանդեպ սերը։ Ես միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուր մարդու անկախ տարիքից իր անկեղծության գագաթնակետը մանկական հիշողություն ունի։ Եվ յուրաքանչյուր նկարիչ, ով անկեղծ է իր նկատմամբ, շրջապատի նկատմամբ անկեղծ է, ինքը մանկության երազանքը անպայման միտեղ պետք է արտահայտել, դա երաժշտության մեջ կլինի, թե նկարչության մեջ։ Որևէ մեկը այսօր մասնակիցներից եւ դեպից է կմտածեր, որ մի օր ինքը քննություն է տալու իր երազանքների համար։ Եվ այդ երազանքներից մեկը այսօր իրականություն դարձավ։ Արվեստանոց մեծերի համար ինքնին հետաքրքիր նախաձեռնություն է եւ ուրախալի շատ։ Իհարկե տարիքով շատ տարբեր, նկարչությունից, կերպարվեստից բավականին որոշ մարդիկ հեռու, բայց մոտեցել են այնքան, որ այսօր այս ցուցադրությունը իսկապես հիացնում է։ Այնպես որ շնորհավորում եմ սրտանց, շնորհավորում եմ մեր գեղեցիկ այս նոյեմբերյան աշխարհում այսպիսի մի նոր երևույթի կայանալը։ Կազմակերպիչների խոսքով նման ցուցահանդեսները կարևոր խթան են ուսանողների համար։ Դրանք ոչ միայն ամփոփում են կատարված աշխատանքը, այլև ոգեշնչում են շարունակել ստեղծագործել եւ զարգացնել գեղարվեստական հմտությունները։ Շատ մեծ կասկածանքներով եկա այս խումբը, բայց մեծ միաժամանակ մղումներով եւ հաճույքով։ Սկզբից իհարկե շատ բաներ կար, որ դժվարանում էի, նույնիսկ 1-2 անգամ արդեն իմ մոտ առաջացավ այնպիսի ցանկություն, որ սա իմը չի, ես երևի չեմ կարողանա, բայց մեր բազմավաստակ ուսուցիչները համոզեցին, որ այդպիսի բան չկա, պետք է աշխատել, պետք է գալ։ Մի խոսքով շատ ուրախ եմ եւ շատ հաճելի է, որ ես հաճախում եմ այստեղ։ Ինձ համար շատ կարևոր էր սա։ Ցուցադրությունը կշարունակվի 1 ամիս։